Ամբողջ գիշեր լավ անձրև եկավ, ուժեղ նենց կայծակներ էր, ոնց որ շենքի մոտ, այդ փողոցի վրա մի բան տրակ էր, շոտ ուժեղ անձրև էր։ Անձրևից հետո արևա դուրս եկել, այստեղ վարունգն ու լոլիկն ենք տեղափոխեցինք, արդեն դրեցինք, այս լոլիկն է, այս էլ վարունգը, չգիտեմ երևի շուտ տեղափոխեցինք, բայց մի հատ թռչուն էր եկել, շուրջ տվեց այդ ամանը, ինչի մեջ որ ծլել էին, դրա համար ասեցինք տեղափոխենք, թափվել էր մեջից, հողով այդպես թափվել էր, դրա համար տեղափոխեցինք, այս սրանից բացի էլի այստեղ այս ամանների մեջ ցանել եմ, լոլիկ, պղպեղ ու վարունգ, այս էլ շատ ջուր լցվել մեջը, ինքան շատ էր նոր կեսի ջրի թափել եմ, բայց եթե անձրև կա, այս ներս կտանեմ կամ կծածկեմ, որ էլ չթրջվի։ Այս անձրևից ուժեղ նայեք էլ ոնց խոշորացան, այստեղ անմոռոկներն էին, մի քանի հատ սենց խոշոր մի կողմի վրա հաճել են, վարդն եմ ուզում ցույց տամ, առաջին վարդը բացվել է, հեսա, իտնից էլ անուշուտ ունի, սիրուն բուրում է, այստեղ այսքան կոկոններ կան, այստեղ այս նոր վարդը, այս էլ աճում, այս ինչ էին կոչվում, կատվի ճանկեր չէ, սրանք դրեցինք այստեղ այս հողի մեջ, լավ արմատակալել էին, ուրիշ տեղ չկա դնելու, դրա համար նորից դրել ենք վարդերի կողքը, այստեղ այս գունավոր ծաղիկներն են ահագին խոշորացել, այս մեկն էլ աշոտը դրեց այս մյուս ծաղիկների հետ, կատվի ճանկը, հիլակն էլ նենց լավացավ, թեկուզ ջրում էինք, բայց մեկը անձրևից ավելի սենց փարթամացել է, որ առել էինք ծաղիկ կար վրան, հիմա չկա ծաղիկը, ծաղիկները դրանք չորացան, հիմա թե դրեցինք դուրս, դրանից բան եղավ, չգիտեմ, բայց ընդհանուր տեսքը շատ լավ է։ Համեմի սերմն եմ հանել դարակից, որ աղամ լցնեմ ամանի մեջ, որ օգտագործեմ, այստեղ էլ ուրեմն ամեն ինչ պատրաստեցի, ալյուրը, թեփ, մի փոքր ու մի քիչ էլ ամբողջահատիկի ալյուր, աղն էլ լցրեցի, ուզում էի դրոշ լցնեմ ու պարզվեց, որ դրոշ չունեմ, դրա համար սենց ծածկել եմ, վաղը խանութները բացվեն, դրոշ կառնեմ, նոր վաղը կթխեմ, ոչինչ մեկը ազատ եմ տանեմ լինելու։ Աղցան եմ պատրաստում կանաչ, աղցանի թերթիկներ են, մենակ էտա ուրիշ բան չեմ խառնել, կտրատել եմ, հիմա վրան պետք է ավելացնեմ կիտրոնի փուլ, ահագին շատ, որ մի քիչ թթվաշ լինի համովատ տենց, որ նրան հատիկ նուր ունենայի, հատիկներ կլցնեի, բայց չունեմ, հիշեմ դուրս գալուց առնեմ, կիտրոնի հյութ, հեսա մի փոքր ձիթապտղից հետ լցնեմ, եմ փչովի ձիթապտղից հետ սելա վերջացել եկալ էր, հիմա ուղղակի մի փոքր ձեթ փչել վրան ու վեր, շատ չեմ էլ ուզում լցնեմ, մի փոքր էլ ավելացնեմ ու ահա։ Հիմա աղ կլցնեմ, վարդագույն աղ եմ լցնում, փոքր էլ աղացած սև պղպեղ։ Ու վերջ, խառնեմ, թարմ աղցան, շատ բան չեմ ուզում լցնեմ, ընդհանրապես ոչ բան չեմ ուզում լցնեմ, այ մենակ նրան հատիկները իրոք լավ կլիներ, բայց չունեմ նոր։ Մի ձևով խառնեմ, որ կարողանամ խառնեմ։ Այսօր ճաշին պիցցայա, այս աղցանից սմբուկ, կանաչ լոբի, և ինչ ունենք, մոռացել եմ արդեն, մի փոքր վերմիշել ունենք, ու սենց մանր-մունր բաներ, լոլի կործված եղից դեռ կա մի փոքր,
տեսեք ինչքան արագ օգտակար աղցանա։ Բարի օր, շատ սիրելի բարեկամներ, աչքերս փակում են, սուրճ պետք է խմեմ։ Հաց կերանք, բայց ամանները չեմ լվացել, սուրճ խմեմ, նոր աչքերս իրոք փակում են, սովորել եմ արդեն, մի հատ սուրճ եմ խմել այսօր։ Հիմա տնեմ թող լինի։ Ամանները կլվանամ, տեղավորեմ։ Ես որ լվանում եմ ամանները, անպայման միանգամից տեղավորում եմ, սիրում եմ, որ միանգամից տեղավորում եմ, մաքրվում է, չեմ սիրում, որ թողնեմ այդպես քամվի։ Սիրուն մեկնաբանություն էիք գրել, ապրեք շատ, շնորհակալ եմ։ Հարցեր էլ կային, կաթնաշորն էիք նայել, ոնց եմ պատրաստել։ Կաթնաշորը կարակ, կաթը այսինքն կարակ կտրեք կամ մածունով կամ էլ կիտրոնի հյութով։ Ես շատ էի արել, 6 լիտր էր իմ կաթը, 3,5%-անոց կաթ էր, մի հատ բաժակ վերցնեմ։ Դեռ այս բաժակով եմ խմում, չեմ ձանձրացել, հավեսով այդ, չգիտեմ, սիրով հաճույքով խմում եմ այս բաժակով։ 3,5%-անոց կաթ էի վերցրել, ես 6 լիտրով եմ արել, աշկաչափով եմ կիտրոնը լցրել, բայց աղագին լցրել եմ, բայց եթե չափով եք ուզում անեք, մի լիտր կաթի, մոտավորապես մի 60-70 միլիլիտր կիտրոնի հյութ պետք, կամ էլ մածուն պետք է լցնեք, մածունով պետք է կտրեք։ Ես երբ մի անգամ կսարքեմ ամբողջությամբ ձեզ ցույց կտամ, չգիտեի, որ ուղղակի նկարեցի, ամբողջությամբ չեմ նկարել, չգիտեի հետո վլոգ կդնեմ թե չէ, որ ձեզ էլ ցույց տամ։ Այսպես ասած, նավսյակի ոնց որ ասում ենք, մի քիչ նկարել էի, հետո ցույց տվեցի։ Կամ 2 լիտր կաթ վերցրեք, մոտ 160 միլիլիտր, սոկի հյութ քամեք լցրեք մեջը, կաթը տաքացրեք, հասցրեք եղմաջելմաստիճանի, կիտրոնի հյութը լցրեք ու անջատեք, թողեք մնա, ճանապարհ որ ու անդադ պետք է ասենց ժամանակ խառնել, որ խառնում եք, տեսնում եք ոնց որ արդեն մանր այդ կաթնաշորի հատիկներն երևում են։ Շատ համովա խորտ կտամ պատրաստեք տանը, հատկապես եթե շատ եք օգտագործում, իսկ եթե շատ չեք օգտագործում, անպայման օգտագործեք, որտեղ շատ օգտակար է։ Խանդից առածը չգիտենք ինչա մեջը։ Այդպես գնանք սուրճ խմելու, մնացածը այնտեղ։ Սուրճը դրեք եկեք։ Ես էլ մի անգամից միացած թողնում եմ, հեռախոսում միացնում եմ լիցքավորվելու։ Լավ, հիմա ինձ պետք է հլը անջատեմ։ Մի կումանեմ մի հատ աչքերս բացվեն նորմալ թարմանան։ Ինձ հարցել եք բաների համար, թոշակառուների, Կարնեն էր հարցրել, ողջույններս Կարնե ջան, թոշակառուների զեղչի քարտի մասին գնացքից օգտվելու։ Հա, այստեղ Բելգիայում կա 65+-ները, կոչվում են սենյորեն, տոմս որ առնում եք, օնլայն էլ այդ երևում, եթե օնլայն եք առնում, թեկուզ որ գնում եք, այնտեղ տեղից եք առնում, սենյորեն կարտ, 65+-ների համար կա զեղչի քարտ, կարծեմ 40% զեղչ է հասնում, աշոտնել ունի այդ քարտից, որ գնացքով տեղ բան եք գնում, զեղչ է հասնում իրեն։ Այնպես որ օգտվեք ձեր իրավունքից, այդ կա, այնքան շատ են այդ տարբեր տարիֆները, տարբեր սոցիալական խմբերի համար, երեխեքի համար, որ շատ առավելություններ են ստանում, էլի գնացքի տոմս բան գնելու։ Սուրճը խմեմ, աշոտն ասում արի գնանք հայկական խանութ ժամը, արդեն 5-ն է, չգիտեմ, 5-10 պակաս, լավաշ պետք է գնենք, չգիտեմ, հլը կգնանք, թե չէ, մի ձևի հավես չունեմ։ Երեկ այնքան շատ հոգնել էի գործի ժամանակ, որ շաբաթ օրը, այսօր կիրակի է, դե ուզում եմ հանգստանամ, իմ հանգիստն է, սիրում եմ սենց պասիվ հանգիստ, ես սիրում եմ տանը լինեմ, իմ հավեսով հանգիստ, իմ գործերն անեմ, նստեմ, վեր կենամ, վերջը հանգստանամ, այդ ձևով ես հանգստանում, ես այդ տիպի մարդ եմ։ Հիմա չգիտեմ, աշոտն ասում է գնանք, չգիտեմ, կգնանք թե չէ, երկուշաբթի օրերը այդ խանութը չի աշխատում, կամ պետք է այսօր գնանք, կամ էլ հետո ինքը մենակ պետք է գնա, որտեղ ես գործի կլինեմ։ Ուրեմն հետը սուրճս խմեմ, հետն էլ ուզում եմ ասեմ, թե ով է ինձ ամենաշատ մեկնաբանություններ գրել, ես առաջին թոփ 10-ը կասեմ, որ ամեն
վլոգի տակ ինձ մեկնաբանություններ են գրում այդ մարդիկ, ուրեմն ամենաշատ մեկնաբանություն ինձ գրել են։ Տեղերը որպեսզի չսխալվեմ, ուրեմն առաջին տեղում 604 մեկնաբանությամբ Կարինե Առաքելյանն է։ Ես մենակ անունները կասեմ։ Ես ընդհանուր բոլորին շնորհակալություն եմ հայտնում եւ շատ մեկնաբանություն գրողներին եւ քիչ գրողներին, բայց բոլորին շնորհակալ եմ, բայց ես հիմա կկարդամ առաջին 10 հոգուն, ովքեր են ամենաշատը գրել մեկնաբանություն։ Քսենիա եկար։ Օրի սիրուն ջան։ Չի լսում։ Ուրեմն հիմա ես կարդամ, նախ սկսեմ 600-ից ավել մեկնաբանություն գրողների անունները կարդամ։ Կարինե Առաքելյան 604 մեկնաբանություն, Յասմին Մայ 616 մեկնաբանություն, Անժելա 603 մեկնաբանություն, 600-ից ավել այս 3 հոգին էին։ Հետո գնում ես հիմա դուրս ես գալիս, հա բացեմ գնալ, մի րոպե, գնալ, եկավ էլի։ Ես դուրը ծածկում եմ, որ այնտեղ Աշոտը բան է լսում, ծայրի չխանգարի Քսենիան էլ անդա դուրս ու ներս է անում։ 600-ից իջնում ենք, հետո Ռիտա Հարությունյանը 578 մեկնաբանություն, Անահիդա Կեյանը 452 մեկնաբանություն, Ռիմա Շահվերդյանը 403, րոպե ստեղ մարդու բաճ, Ռոզա Հակոբյանը 362, մի րոպե, ժողովուրդ ջան, Ռիտա Բարթումյան 276, Սեդա Գևորգյան 270, ես երևի 10-ից անցա, չէ, Աննա Հովանեսյան 269, Կարինա 208, Լարիսա Հովանեսյան 217 մեկնաբանություն, 200-ից ավել, մնացածը արդեն 200-ից պակաս մեկնաբանություններն են, երևի 10 հոգի կարդացի, չէ, երևի չգիտեմ, եթե հետաքրքիր այսպես անունները նշելը, հետո կարամ արդեն 200-ից պակաս, այսինքն 100-ից ավել, 100-200-ի միջակայքում մեկնաբանություններ գրած մարդկանց անունները կարդամ։ Անչափ շնորհակալ եմ եւ այսքան շատ մեկնաբանություններ գրողներին, այսքան շատ շնորհակալ եմ իրանց եւ մյուսներին, ովքեր էլի գրում են։ Այդպես սիրելի բարեկամներ, եղանակը այսպես փոփոխական, անձրև էր, հետո արև, հետո նորից հիմա անպամած կարող անձրև գա, լվացք եմ փռել, պետք է նայեմ, որ անձրև չկա, ներս բերեմ։ Սուրճս խմեմ, նայենք, ինչ ենք որոշում, գնում ենք խանութ, թե չէ։ Նենց ուզում եմ, որ ընդհանրապես դուրս չգանք էլի տանից։ Ես դե ասում մյուս օրերին մենակ ինքնա գնալու չեմ ուզում մենակ գնա, ես որ կողքն եմ լինում ավելի ապահով եմ լինում հենց իրա համար։ Դրա համար սուրճս խմեմ ու տեսնենք ինչ ենք անում։ Որոշեցինք գնանք սուրճը խմեցի, դուրս եկա որ գնանք, հայկական խանութ ենք գնում, տեսեմ բարակ անձրև է մաղում, բայց եղանակը նայելի անձրև չէր տալիս, նորից հետ առանք, մի քանի հատ շոր կար դրսում, հավաքեցինք նոր, հիմա գնում ենք, սոնցիկ էլ չեմ վերցնում էլ հետս, Քսենյան էլ մեզանց առաջ էր ընկնում, որ դուրս կա, եսում զանգից եննա լսվում, սենց ուժեղա շոտ դրան։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան, գնում ենք հայկական խանութ, երևի տեղակյանի պատեր։ Ես ասեց, որ գնում ենք մի րոպե շուտ։ Տեսեք հեռախոսը ուր եմ դրել մի րոպե, մի հատ էլ ամրագոտին էլ գցեմ ու գնանք։ Հա որոշեցինք գնանք, որովհետև այն օրերին ես գործի եմ, Աշոտն էլ որպեսզի մենակ չգնա, ավելի լավ է այսօր գնանք, մինչև ժամի 7-ը բաց է հայկական խանութը։ Մեր լավաշը պրծել էր, ժողովուրդ ջան։ Ասի գնանք լավաշ առնենք, հետո երևի ուրիշ բան էլ պետք է անի, կարող ենք ոնց էլ չլինի, տեսնենք, եթե ավելուկ լինի խանութը, պետք է դրանի համար ավելուկ վերցնեմ։ Մեկ էլ սովորաբար լավաշը պատվիրում ենք, բերում են տուն, բայց շաբաթ օրերն եմ բերեմ, հաջախագի, ուրբաթ շաբաթ, որ պատվիրեմ, հաջորդ ուրբաթ շաբաթ պիտի գա, բայց 4-5 օր առանց լավաշի մնալ չեն, խանութի լավաշ հացերից էլ ոնց որ արդեն կշտացած։ Հա ցուրտ չի, 19 աստիճան։ Ո՞չ չի։ Շատ լավ է։
Այգի ուրեմն էլ չենք հասցին այսօր գնանք աշոտ վաղը մնաց։ Ձեր գալիս է։ Հա, այս ինչ կանի մեքենա կա, այս ինչ բան է։ Այսօր էլ գնում։ Անցուր չեղա որ գար։ Սրանց հետևից։ Դες մի քիչ անձրև եկավ, չէ, բայց ինքան այսպես բնությունը բանա, բուսականությունն էս փորտամածավ, անգամ մեր այդ ցանած բաները տեսար ինչ լավ են եղել։ Ոդեն կայնել։ Հա։ Վարտերը բացվել էր սրա։ Հա, մի հատ վարդ բացվել է, նկարել եմ իմ բաժանորդներին ցույց եմ տվել։ Շատ սիրուն բացվել էր ու էլ կոկոմներ կային։ Այնտեղն էլ լավ օգնում է։ Բայց էլի կգա, հա, անձրևը ուժեղ կգա։ Ինչքան սիրուն տեսարանա, չէ։ Սիրած ոլորանները։ Բոլորապետու ծփում է շասեն, չէ։ Այդ բանաստեղծություն կարող էր գրել ասել։ Նորացել եմ ես։ Այս հիշում եմ այ մարդը։ Ուժեղացավ։ Ռոկայա։ Հա, կարող է։ Կարող է կարկուտել եղել։ Երեկվային կայծակը որ խփեց։ Այ ինչ ուժեղ կոյծակ է։ Կմպոցել, ինչ կմպոցել է։ Դրանց հետո շտապողության մեքենա հետ ձենը լսեցի, կարող է ինչ-որ դեպքեր եղել։ Այս ինչ բան է, խցանում է։ Դեռ ոսկե։ Երևի։ Կամեր ճանապարհի նեղացումը։ Վերանորոգում բանը։ Ես կիրակի օրով Հա, նեղացում որ դրեցին կմնա։ այն չեն բացի։ Ես էլ կգանք։ Սա էստեղ։ Այսից որ մեքենա փչանում, կարա կանգնի են գծից են կողմանցնի, պետք է մարգատները, բանը, այս վթարային է էլի միացրած կանգնի։ Զնակն էլ նշաննել դրի։ Հա, Ճարայինի նշան։ բայց չէր դրել։ Կարող է չունի բանի։ Այս ինչ ուժեղացավ, աշոտ։ Սա էլ ուժեղ։ Տանի գնում ուժեղան բանձրևը։ Տանի գնաց ուժեղացավ անձրևը, սոնց կեն չենք վերսել, կոնը մինչև տեղ հասնենք կտրվի։ Չնացանատեն մոտիկ ենք գանգնում, բայց մեկը էլի պետք է մի քանի մետր քայլենք, հասնում ենք տեղնա։ Ինձ գրել էիք, մեր ստացիոնում էիք եղել ու նայել էիք ովքու բոլորը, որ ինձ տեսնեիք, չէիք տեսել, հետաքրքիր որ ժամին ա եղել։ Ես մեկ փորձի գնալուց եմ մեր ստացիոնում լինում, կարճ, մեկ էլ ետ դառնալու չեմ էլ կանգնում, գալիս ու մի անգամից դուրս եմ գալիս։ Աշոտ արդեն սպասում ա, գալիս եմ ու մի անգամից տուն ենք գնում։ Ափսոս որ չենք հանդիպել։ Չնայած չգիտեմ էլ ով ա գրողը, անունից անունն էլ պարզ չէր էլի ով ա գրում, բայց ամեն դեպքում ափսոս որ չենք հանդիպել։ Արիկա ձև ա գալիս։ Ինչ կո սիրուն ա կանաչը։ Այս ոնց պետք է իջնենք, սպասենք մի քիչ կամացանա։ Նայեք ինչ է։ Սա մի քիչ կամացանա ու իջնենք, բազալով գնանք։ Մեզ փորձես, այստեղ մեզ սուշի են հյուրասիրում, это скреветки, а это с лососем. Я не люблю суши. Старомодные, наверное, но не люблю. Спасибо большое. Ֆարշ դրած միսը, հա, այսա մի քանի հատ ավելուկ վերցնենք, մի րոպե գայնը քանի հատ կուզեր, սպասի նայեմ լավն է, հա, կա,
Ես ուզում եմ մի քիչ կանաչներ էլի վերցնեմ։ Չոքենք կանաչները վերցնենք։ Ձևափոխել են խանութը։ Նայենք, այստեղ հյութերն են։ Սիա։ Սրանք հայկական հյութեր են, նայենք։ Յան։ Ես չեմ ուզում իհարկե հյութերը առնեմ։ Այ հետաքրքիր էս լավն է, սպասնայեմ ինչքան շաքար կա մեջը։ Ուրա, ցուտատեն, կիրշնցուկ, հա, շաքարովա։ Դերա վերցնենք։ Մեր Lidl-ից առածները շատ համով են, բայց մի հատ վերցնենք, փորձենք, հա։ Lidl-ից առնում ենք, բալի կոմպոտ շատ համով է, ժողովուրդ ինքան լավն է, մի քիչ թեթև թթվաշոտ։ Մի հատ հայկականը տանենք, շաքար քիչ լինի, էլի գցած մեջը կարևորը։ Այս պանդայա, տարբեր կոմպոտներ, բայց կոմպոտով է ուզում խմի։ Ինչ ես, ինչ կաս դե։ Այն կողմից անցնենք նայենք, չգիտեմ, սպասի։ Վարունգի մարմնա, չեմ ուզում։ Ես ինչ է, ես փոքր բանկեքին եմ սպասնայեմ։ Ապա մի սպասիր։ Պատիսուն, դելեկտը սխտացրած կա, թե շատ հարմար կի նայեք ակախանութում նայեք։ Ես սպիտակը արժի 1.59 է, իսկ ես կարամելացվածը 1.70 շատ լավ կինա իրոք։ Ինքան ունեմ, որ ինձ պետք չի։ Գնամ կոնֆետները նայելու։ Տեսնենք ինչ կոնֆետեր են կա հեչ։ Ասա կոնֆետեղենը ինչ ես անում աղջիկ ջան, դու իբր ուզում ես նիհար ես։ Ես մեղուները համով են, կարող մի քիչ վերցնենք։ Ես կողմը չրերն են, չորացրած խուրմայ է, ուզբեկական։ Ես չորացրած թութա։ Շաքար կա, չէ, բնականաբար մեջ է։ Հա, իհարկե, շաքարով 60 գրամ շաքար կա մեջ է։ Այստեղ չամիչները։ Ինչ է։ Լե։ Ես ինչ հսկայական ձկներ են աշոտ, ես կարասա։ Չուր, կարաշի։ Ես ինչ է, մինտայ։ Հələ բաց մի հատ նայենք։ Ես ինչ հսկացուկ, այ մարդ։ Ես ինչ է, այս է վեկե։ Ինչա։ Երա իչիշեդի որմա։ Էսա, չեսի թեկա։ Ես էլ ծիրանի չիրա։ Մարնացված սրտորը, վրացական։ Սիրուն նարդիներ են տեսել։ Դարման, ես ինչ նազանյան ֆամիլիես ինչ։
բույսեր են։ Այսինչ սիրուն բան է նվեր։ Տակառներն էլ են սիրուն։ Ուզում եմ մի հատ փորձարկեմ այս միկրոֆոնը, տեսնեմ լավ աշխատում է թե չէ, որ հետո դրսում օգտագործեմ, ձևերն իմանամ։ Տարբեր ֆունկցիաներ ոնց որ ուներ, որ կողքի աղմուկն էլ խլասի, բայց այստեղ իհարկե աղմուկ չկա, կամերան ինձանից 1.20 հեռավորության վրա է դրված, ուղղակի ուզում եմ փորձարկեմ ու առևտուրն եմ ուզում դատարկեմ։ Շատ լավ էր աշխատում, ստուգեցի։ Հիմա արդեն առանց միկրոֆոնի լավն է։ Դրսում կարևոր է հիշեմ հետս վերցնեմ, որ դրսում այդ ինձ պետք։ Հայկական խանութից տեսեք ինչ արագ գնացինք եկանք, եղանակը ոնց որ հակառակ դուրս եկանք ու տենց ուժեղ անձրև էր, տալիս է 7-8 կողմերը պետքա կայծակի լինի։ Ես էլ ասում ինչի իմ մոտ ցույց չի տալիս նորմալ եղանակի տեսություն, իմ մոտ արև էր դրսում անձրև էր, լոկացիան չէի միացրել դրա համար։ Խանութը մի քիչ ձևափոխել էին, ավելի հարմարավետ էին դարձրել, ոնց որ միշտ ռուսներ, ուկրաինացիներ կային, ներս մտանք հենց ու մեզ դիմավորեց սիրուն աղջիկը, որ սուշի էր առաջարկում, ոնց որ ասեց Ուզբեկստանից է կամ Ուզբեկստան ոնց որ եթե չեմ սխալվում, կադրի մեջ ասել է լսել է, ուրեմն արել եմ ավելուկ, երևի լրիվ չդատարկեմ, որովհետև իմ համար ընդամենը մի հատ եմ վերցրել, մի հատ ընկերուհուս համար է կտանեմ իրան կտա, մի հատ եմ առել, մի հատ էլ ունեի, ասեցի ինձ երիք այս սեզոնի ես երկու հատը, որովհետև շուշկել որեքում եմ այդպես չեմ շնած ինչքան եմ որ օգտակար է։ Ոյ իսպայս օգնածաններ, այս է միասին դատարկենք, որ նայեցի չէ կոնտեքները, վերջը վերցի, այս մեղուներից վերցի, իհարկե ես շատ խելոք հեռու գնացի, Աշոտին ասեցի, ասեց վերցրը դուք չտեք ես կուտեմ, ասես շուճան հոմենակ չենք թողնի կովրա մենք էլ կողքից կողքնենք, մեկ, դե իհարկե ամեն ինչն էլ չափի մեջ կարելի անել, չի որ հարապես պետք չի ուտել, ամեն ինչ էլ կարելի է ուտել մեկ, այս մեղուների հետ եմ, հիմա հենց հիմա մի հատ ես, հենց հիմա թարմ սենց կուտել մի հատ, Շել է, մեջտեղ ոնց որ մեղրա կամ ջեմա երևի, ֆորել ենք վերցրել երկու հատ, սառեցրեց մի անգամից դնեմ, ասեք նա տեղում է, Այնքան մսեհանի ենք լծրել, սարցախեցիք, որ էլ տեղ չկար, որոշեցիք էլ բան չառնենք, մինչև լրիվ օգտագործենք, ահագին հետևացրել ենք, երկու հատ լավաշ չկար էլ լավաշ, երկու հատ էլ բայց հերիքա, մենակ Աշոտն է ուտում, իրան հերիքա ես, երևի մի հատ է թողնեմ լրիվ երբ կա, որ կտրեմ, Ես մեկն էլ կարելի է էլի սառացնել, տեսնեմ կան տեղավորեմ, հա, ես վերև աղագի տեղա ազատվել, երշիկ, սպասեք ակնուսնես դնեմ, որ կարդամ հետնել, ասեմ ինչ երշիկներ են, ինչ երշիկա, երեք խոզուկներ, պրիպարասյոն կա, ոնց որ բանի նման, այդ սիրողական երշիկների նման, ես էլ կապչոնե բրյուշինա, խոզի միսա ծխեցրած, սենց ինչ-որ բանը, այս վերցրեց անգան բժին վերցրեց Աշոտը, որ մեքենայի մեջ խմի, հետո թան վերցրեց, փոշմանից թանը խմեց, այս չխմեց, մնացել է մի հատ ուղղակի վերցրել, մեքենայի մեջ խմելու համար վերցրեց ու մոռացավ, ես հաղորդում էի լսում, որ ասում էր փորի համար ինչքան լավ է աղիների համար, փորկապության եթե խնդիրներ կան կամ բան, որ հանքային ջուրը շատ մագնեզիում պարունակի, ու ասեցի լսպոս նայ, մենք այսքան հանքային ջուր ենք առնում, ես այդքան շատ չեմ խմում, բայց մերով խմում են Աշոտը հատկապես ամառն են շատ խմում, մագնեզիում, կալցիում, կալիում, էլի ջուր կարևոր միներալներ կային,
Այնպես որ էդ էլ պետք է հաշվի առնել, որ խմում ենք, ինչ ենք խմում։ Վերջը վերցրինք այս կոմպոտից, բայց երևի հայկական չի։ Չէ, հայկական է, Աշոտը փոշմանեց փոխեց, սկզբում ուրիշ վերցրինք, հետո ասեց էսի ոնց որ ավելի լավն է, թթվաշ է երևում, ու էս վերցրեց։ Մենք Լիդլից որ առնում ենք, ինչքան համով բալի կոմպոտ է, եւ սիրում եք կարաք նայեք, մենք դες կոմպոտ խմողներ չենք, բայց թթվաշ է, ինքան լավն է, ունեմ մի հատ ցույց տամ ձեզ։ Էս է Լիդլին է, հետաքրքիր է, սրա մեջ ինչքան է շաքարի քանակությունը, 13 գրամ, 13.2 գրամ շաքար, սրա մեջ էլ 11 գրամ, սրա մեջ էս հայկական մեջ ավելի քիչ է շաքարը, ես չգիտեմ, հիմա չեմ ուզում բացեմ, որտեղ հիմա չենք ուզում խմենք, բայց էս Լիդլինը շատ համով է, կնայենք, հայկականը ոնց է։ Իրիսներ եմ վերցրել մի երկու հատ, այն երեխեքի նման էլի, որ գնում են այն մանկության բաներից են առնում։ Հետաքրքիր է, սրա օգտագործման ժամկետն է մինչև մայիսի վերջ։ Տեսեք ու շատ ինչ չեղա, թե պատրաստման ժամկետն է, ես այլ չգիտեմ, մեկի վրա գրված է 26 հոկտեմբեր, չէ ինչ պատրաստման, ես ուրեմն ժամկետներ ինչքան կարճ են, ես մեկը 26 հոկտեմբեր, ես մեկը 26 նոյեմբեր, բնականաբար այդքան չի մնա, բայց տեսեք ինչքան կարճ ժամանակ ունի, երևի խանութում գրված է եղել այդպես, որ սևափոխել էին, դասավորել առաջ են բերել, ես իմ սիրած վաֆլիներից առա երկու հատ, մի հատ մեքենայի մեջ ինձ կիրանք արտեկը, ես համով վաֆլիները, մի հատ ես կերեսներից եմ վերցրել, կարմիր պղպեղ, համով է, Լիդլում առնում ենք շատ համով է, տեսնենք ես էլ համով է հայկականը, Արթվուդինն է, ու մի հատ ծմերուկ, ընդամենը այսքան առևտուր ենք արել, ու գիտեմ որ ձեզ հետաքրքիր կլինի, հիմա ասեմ ինչքան ենք վճարել, գները եթե այդպես հետաքրքիր է, ես կգրեմ լավ, այսպես կնայեք դու, ընդհանուր վճարել ենք 91.65, այսքանը սիրելիներս, այսպես մի հատ փոքրիկ վլոգ ասեցի պատրաստեմ այսօրվա համար, որ տնեմ այսօր էլ նայեք, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, սիրում եմ բոլորիդ, պաչիկներ, հաջողություն։